Բարի լույս սիրելիներս, այսօր պիտի խոսենք կենդանի և ապրեցնող հույսի մասին։ Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որի առատ ողորմությամբ մեզ վրեստին ծնեց կենդանի հույսի համար մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, ծնեց անկեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծո զորությամբ պահված էիք հավատով փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։ Պետրոս առաքյալը, սիրելիներ, իր խոսքը սկսում է Աստծուն փառաբանելով և երկրպագելով, ցույց տալու համար, որ ամեն ինչից առաջ և քո ամեն գործից առաջ նախ և առաջ դու պետք է փառաբանես Սուրբ Երրորդությանը, խոնարհվես, երկրպագես և կյանքիդ և օրվադ ամեն քայլի համար պետք է Տիրոջ օրհնությունը խնդրես, որովհետև Աստվածը, որ ամեն առավոտ, երբ որ մենք արթնանում ենք, մեզ հնարավորություն է տալիս այս աշխարհում ապրելու և գործելու։ Երկրորդ, այստեղ խոսում է կենդանի հույսի մասին։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ, որքանի մենք մեղքի մեջ ենք, Աստված սիրեց մեզ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Մկրտության միջոցով մեզ առաջնորդեց դեպի փրկություն։ Մինչ Հիսուս Քրիստոսը հեթանոսները հույս չունեին, նրանք չգիտեին իրենց ինչ է սպասում։ Քրիստոսով նա նրանց կենդանի ապրեցնող հույս տվեց, եւ սա էլ խորհրդանշում է, որ հավիտենական կյանքը սկսվում է մեր ներսից, երբ որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին։ Այնուհետև խոսում է, թե հավիտենական կյանքում մեզ այդ հույսով ինչ է սպասում։ Երեք կարևոր բառեր այստեղ օգտագործեց Պետրոս առաքյալը՝ անկեղծ, անարատ եւ անթառամ։ Անկեղծ նշանակում է, որ այս աշխարհի մեջ ամեն բան փոփոխական ու վաղանցուկ է։ Ինչ որ կա այս աշխարհի մեջ, ամեն օր փոփոխվում եւ փչանում է, ցույց տալու համար, որ հավիտենական կյանքը անկեղծ է եւ փոփոխման ենթակա չէ։ Մենք այդ կյանքին ենք ձգտում։ Երկրորդ ասում է անարատ։ Հրեաները կարծում են, թե երբ որ Աստված իրենց առաջնորդեց դեպի ավետաց երկիր, այդ երկիրը անարատ պիտի մնա։ Բայց մենք տեսանք, որ դարերի ընթացքում այդ երկրում բազում չաստվածներ, կուռքեր եկան եւ այդ անարատությունը պղծվեց։ Հիշեցնելու համար, որ միայն երկնքում է անարատ եւ մեկ Աստված պաշտությունը։ Մենք երկնքի մեջ կարող ենք այդ մաքրությամբ ու սրբությամբ ապրել։ Եվ երրորդ անթառամ։ Հրեաները կարծում են, թե իրենց երկրում ծաղիկներ երբեք չեն թառամելու, բայց ցավոք սրտի այս աշխարհի մեջ անգամ մարդու կյանքն է թառամում։ Եվ ինչ որ կա երկնքի մեջ, ինչ որ պիտի լինի, այնտեղ ամեն ինչ իրենց հոտն ու գույնը պիտի հավիտյան պահեն ու չթառամեն։ Սա էլ խորհրդանշում է, որ ճշմարիտ գանձ, ինչպես Հիսուս է ասում, ձեր գանձերը դիզեք երկնքում, այնտեղ է պահված մեզ համար։ Եվ վերջապես առաքյալը մեզ հիշեցնում է, որ այս աշխարհում մեր կյանքերը պահող ու պահպանողները պետություններն ու իշխանությունները չեն, այլ Աստված, որովհետև Աստված ուզում է մեր փրկությունը։ Եվ այդ փրկությունը սկսվում է այս պահից, երբ որ դու հավատաս ու քո կյանքը վստահես Հիսուս Քրիստոսին, բայց վերջնական ապացույցը պիտի տեսնես Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, որ Տերը պիտի գա քո ապրած կյանքի, որ քո կյանքը ինչպես դու պահել ես անկեղծ, անարատ, անթառամ, կենդանի եւ ապրեցնող հույսով, եւ այդ հույսով էլ պիտի ասի. եկեք իմ հոր օրհնվածներ, մտեք իմ ուրախության մեջ։